Ռուզաննա Երեմյանի բարձրախոսը միացրեք։ Տիկին Մանուկյան, նախ այստեղ եմ։ Ուզում եմ ասել, որ ձեր ելույթի սկիզբը շատ տպավորիչ էր։ Հոգեբանական տեսանկյունից դուք պատրաստ էիք տեքստը մեզ ներկայացնելու։ Բայց ինձ մի բան է հետաքրքրում եւ հարց սողում եմ որպես հոգեբան է հոգեբանին։ Ինչպես եք վերաբերվում նրան, որ երկրի թիվ 1 ամբիոնին կանգնած համայն հայությունը հետևում է մեզ եւ ձեր խմբակցության ղեկավարը ձեզ հուշումներ է ցույց տալիս, դուք աշակերտի նման, թեև չէիք ցանկանում մեր գործընկերոջ հարցին պատասխանել, անընդհատ նայում եք ինձանից ձախ եւ արդյոք դուք որպես հոգեբան ճիշտ եք գնահատում են, որ ձեր ընկերները նույն հարցը 4 անգամ ձեզ տալիս են եւ ես ֆիքսում եմ ինձ մոտ 4 անգամ դուք տալիս եք տարբեր պատասխաններ, չլինելով ֆինանսիստ, չլինելով տնտեսագետ, ես հասկանում եմ, որ ինչ որ բան այն չէ եւ ամենակարևորը բոլոր այն հարցերը, որոնք բովանդակային էին, ձեզ խիստ նյարդայնացնում էին։ Ես ձեզ պիտի խնդրեմ, որ դուք օրվա ավարտին դիտեք տեսանյութը, այսօրվա այս հարց ու պատասխանի եւ կհասկանաք, որ ձեր ընկերները ձեզ հետ շատ անարդար են վարվել, որովհետեւ հիմա ինձ գրում են տարբեր հոգեբաններ եւ վերլուծություններ են անգամ ուղարկում ձեր այստեղ ամբիոնի մոտ կանգնած լինելու հետ կապված։ Ես ձեզ խնդրում եմ, մի թողեք, որ ձեզ այս կտանքներին ենթարկեն։ Շնորհակալություն։ Շատ լավ տիկին Երեմյան, ներողություն եմ խնդրում, քանի լավ չեմ տեսնում, հեռուն դժվարանում եմ կարդալ, հուսով ճիշտ եմ ասում։ Այսպես ուրեմն որպես հոգեբան ես ինձ չեմ դիրքավորում, մասնագիտություն ստացել եմ դեռ հեռավոր 99-ից 2004 թվականներին, դրանից հետո երբևէ հոգեբանությամբ չեմ զբաղվել, բայց համալսարանում ստացած գիտելիքներս ինձ թույլ են տալիս հասկանալ, թե դուք ինչ էիք փորձում անել։ 20 տարուց ավել ֆինանսների համակարգում եմ, բազմաթիվ որակավորման վկայականներ ունեմ հսկայական փորձ, եւ բացի այդ, այս տարիներին, քանի որ միշտ մեծ թիմեր եմ ղեկավարել, հասցրել եմ հասկանալ, երբ են մարդիկ փորձում մանիպուլացնել, երբ են մարդիկ իմ դեմ աշխատում, իմ ընկերների մասով ձեր տված գնահատականների հետ թույլ տվեք չհամաձայնել եւ խորհուրդ կտամ, եթե ժամանակ ունենաք նայեք, կտեսնեք, որ դժվար իմ տված պատասխանները 4 նույն հարցի լինեն 4 տարբեր բովանդակությամբ։ Եթե շարադասությունը, շարահյուսությունը, ընտրված հոմանիշները նույնը չեն, դա չի նշանակում, որ բովանդակային ուրիշ պատասխան եմ տվել այդ հարցերին։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Տիկին Մանուկյան, ես շատ հարգանքով եմ ձեզ վերաբերվում։ Ես ընդամենը ուզում եմ, որ դուք այս կտանքներին չենթարկվեք, որովհետև դրանից դուք նյարդայնանում եք, ձեր գեղեցիկ ժպիտը կորում է եւ անընդհատ ձեր այն կողմ նայելը, այդ թղթի վրա գրած գրությունը չեք էլ տեսնում, որ կարդաք, դա դժվարություն է ձեզ համար։ Խնդրում եմ, մի անցեք դրա միջով, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, կկրկնվեմ, ինձ թվում է, ես նման չեմ մարդու, ում կարելի է կտանքների ենթարկել ու բիգերագնահատեք իմ տեսողությունը, ստեղից ընդեղ չեմ տեսնում, որ կարդամ։ Մարիաննա Ղահրամանյան, իսկ ես միջև ընդեղ կարդում։ Շնորհակալություն, տիկին Երեմյան, այսօր այս դահլիճում մեկ անգամ ձեր խմբակցության կողմից ինքնահայեցման մասին դիտարկում է հնչել, ես հուսով եմ դուք կհետևեք այդ խորհրդին եւ ձեր վերջին դիտարկումների մասով ինքնահայեցողաբար կվերլուծեք նաեւ ձեր թիմի հարց ու պատասխանը երեկոյան տեսանյութերը դիտելիս եւ տիկին Մանուկյան մինչեւ հարցին անդրադառնալը մի պարզաբանում ձեր թույլտվությամբ ձեր ելույթում ներողություն երբ մեջբերեցիք պարոն Հարայիկ Հարությունյանի խոսքից թե մենք էլ ենք իշխանության մաս իբրև թե թյուր իմացությունից շահարկումներից
խուսափելու եւ այդ շահարկումների դուռը փակելու համար մեր խմբակցության դիրքորոշումը արտահայտեմ, ուժեղ Հայաստանը խորհրդարան է եկել որպես ընդդիմություն, որևէ կերպ, որևէ չափով, որևէ դեպքում ԿՊԱ-կան իշխանության քաղաքականության պատասխանատվությունը չի կրելու, չի կրում եւ չի պատրաստվում որևէ դեպքում կրել ու մի կարևոր շեշտադրում պարոն Հարությունյան, ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի մասով մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ եւ մեր օրակարգն է շարունակում մնալ անփոփոխ։ Մենք այստեղ ենք մեծ փոփոխություն իրականացնելու համար, որը հենց ձեր իշխանության հեռացման մասին է։ Հիմա հարցը Տիկին Մանուկյան, իրական խորհրդարանական վերահսկողական մեխանիզմների ձեր պատկերացումների մասին մի փոքր կխնդրեմ մանրամասնել, որովհետև այս խորհրդարանը քաղաքական մեծամասնության մասով նախորդ հնգամյակում դակիչ մարմնի էր վերածվել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Ղահրամանյան, երբ ես մեջ բերեցի մեր գործընկերոջ խոսքը, որ մենք իշխանության մաս ենք, հուսով եմ կոնտեքստից չի կտրվելու, նկատի ունեի դա վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը, կոնկրետ տվյալ դեպքում չեմ արդարանում, խնդրում եմ ինձ չհուշել, ինչ վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը այս հանձնաժողովի շրջանակներում, տեսեք, ես արդեն ասացի, որ այս հանձնաժողովը խորհրդարանի ամենաառանցքային հանձնաժողովներից մեկն է եւ այո, բազմաթիվ են ժողովրդավարական երկրները, որտեղ ամենաառանցքային հանձնաժողովների նախագահությունը վերապահվում է ընդդիմությանը, դրանով հենց արտահայտվում է արդյունավետ, թափանցիկ խորհրդարանական վերահսկողությունը, ինչի հույսը ես փորձեցի ունենալ նաեւ այստեղ, որ եւ հարց հնչեցրեցի, եթե չկա թաքցնելու բան, եթե ամեն ինչ արվում է ճիշտ, արդար, օբյեկտիվ, արդյունավետ, ապա ի՞նչն է խնդիրը, այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերապահել ընդդիմությանը, անգամ մասնավոր ընկերություններում, որտեղ մարդիկ նույն շահն են հետապնդում, որպեսզի ստանան արդյունքում շահույթ, միևնույնն է կա անկախ աուդիտ, կա վերստուգող եւ դա նորմալ ընդունված բան է ֆինանսներում հատկապես վերահսկողությունը դա օրինաչափ երևույթ է եւ այդտեղ ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում։ Հուսանք կհաջողենք եւ կունենանք արդյունավետ վերահսկողություն, այլ ոչ թե ձևական խորհրդարան, որը պարզապես նայում եւ հաստատում է կառավարության բերած թվերը։ Արձագանք։ Շնորհակալություն Տիկին Մանուկյան, վստահ եմ, որ ձեր ունակությունները, հմտությունները ու նաև մեծ թիմերը ղեկավարելու փորձը այս հանձնաժողովում օգտակար է լինելու եւ այս կարևոր ֆինանսա-բյուջետային հանձնաժողովում հնարավորինս վերահսկողական լծակները կիրառելու եք եւ բացահայտելու եք այն տողատակերը, որոնք կփորձեն միգուցե թաքցնել մեր հանրությունից։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, ես լիահույս եմ, որ մենք դրանում կհաջողենք։ Անուշավան Մանուչարյան։ Շնորհակալություն, Տիկին Մանուկյան, նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ բյուջեի առանձին ծախսային հոդվածներ շատ հաճախ տարբեր պատճառաբանություններով չեն կատարվում, խորհրդարանական վերահսկողության շրջանակներում ինչպես եք պատկերացնում վերահսկողությունը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Մանուչարյան, ես արդեն իմ խոսքում ասել եմ, որ միշտ չէ, որ չծախսված փողը դա խնայված փող է, պետք է հասկանալ ինչ հոդվածներ հատկապես չեն կատարվել եւ ինչու, եթե օրինակ ծախսային ինչ որ հոդված չի իրականացվել, բայց դրա փոխարեն գնահատել են ավելի արդյունավետ հոդվածի վրա է ծախսը տարվել, դա այլ հարց է, այլ բան է, եթե բյուջեում դրված պլանավորած ծախսը ուղղակի չի կատարվել եւ դա որակվել է որպես խնայողություն, այդ ամեն ինչը այս հանձնաժողովում աշխատանքի արդյունքում արվող գնահատականներ է պահանջում։
Արձագանք։ Շնորհակալ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, բոլորին մի դիտարկում, քանի որ նոր պատգամավորներ շատ ունենք, երբ հարց տվող կա ու միկրոֆոնը միացվում է, իր կողքին հայտնվում եք, կադրում եք հայտնվում, կադրը բան է լինում, նաև մեր գործընկերների մոտ եմ նկատել, ընդդիմադիր գործընկերների մոտ եմ նկատել զուտ զգուշացում։ Չէ՞, Անուշ Միրզոյան։ Տիկին Մանուկյան, նախ ասեմ,